Արարատյան դաշտավայրում մեր թվարկությունից առաջ 782 թվականին Արգիշտի առաջին արքան հիմնադրել է մեր քաղաքը և կոչել է այն Էրեբունի, որի հնչյունափոխությունից էլ առաջացել է Երևան անունը։ Այսօր Երևանը հանդիսանում է մեր երկրի մայրաքաղաքը։ Այստեղ կենտրոնացած է Հայաստանի բնակչության 1/3։ Երևանն ունի 17 քաղաք-գործընկերներ և այդքան էլ եղբայրական քաղաքներ։ Այն լի է պատմամշակութային արժեք հանդիսացող կառույցներով և գեղեցիկ արձաններով, թատրոններ, այգիներ, գեղեցիկ նորակառույցներ։ Հիմա եկեք դուրս գանք տուրիստների համար նախատեսված այս տեքստից և ներսից նայենք մեր քաղաքին։ 2011 թվականի նոյեմբերի 15-ին Երևանի ավագանու արտահերթ նիստում միաձայն կողմ քվեարկությամբ ընտրվել է Երևան քաղաքի 54-րդ քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ Եվ շնորհիվ Հայաստանի Հանրապետական կուսակցության Երևանն այսօր դարձել է ընդամենը բիզնես, ինչպես օրինակ խանութը կամ կազինոն։ Բիզնես, որի եկամուտը գնում է ոչ թե երևանցու, այլ կոնկրետ մարդկանց գրպանը։ Բայց ամեն ինչի մասին ըստ հերթականության։ Ժամանակի ընթացքում հասկանալի դարձավ, որ փող աշխատելու ամենահեշտ և անվտանգ ձևը ատկատն է։ Պետությունը կամ այսուհետ քաղաքապետարանը պայմանավորվածություն է ձեռք բերում, օրինակ, դալանների նկարազարդման և ամեն մի դալանի համար քաղաքային բյուջեից կատարողին փոխանցում է 3000 ԱՄՆ դոլար։ Հետագայում ընկերությունը կանխիկացնում է և ետ է վերադարձնում գումարի մի մասը արդեն պաշտոնյայի անհատական բյուջե։ Նույն մեխանիզմը աշխատում է խաղահրապարակների, նստարանների, ամանորյա զարդարանքների, փողոցների ասֆալտապատման պարագայում։ Եվ որքան շատ դալան, նստարան, սրտիկներ, որքան բարակ և անորակ ասֆալտ և կոտրվող կավե արձաններ, այնքան շատ փող։ Բայց սա էլ վերջը չէ գումարի կուտակման գործում։ Կա նաև հակառակ տարբերակը, երբ պաշտոնյան կոնկրետ բիզնես է ստեղծում, օրինակ, աղբահանության բիզնես, և ինքն իրեն պատվեր է իջեցնում քաղաքային բյուջեի հաշվին։ Մեծ եկամտի աղբյուր է նաև հողի, նկուղների և քաղաքապետարանին անցած բնակ մակերեսների և տարածքների սեփականաշնորհումը։ Եվ Տարոնը միակ քաղաքապետը չէ, ով իր և իր հարազատների համար նման հնարավորություններ է ստեղծում։ Պարզ է, որ այս ամենի հիմքը Տարոն Մարգարյանը չի դրել։ Նա ուղղակի հաջողությամբ շարունակում է իր նախորդների գործը։ Ուստի այսօր ունենք բարի, խմող և ոչ մի բան չորոշող պրարապ քաղաքապետ, որի քաղաքում քաղաքապետը հաշվետու է նեմեց լուղոների առջև, ոչ թե երևանցիների, որը վերջերս շնորհավորել էր մահացած աղջկա ծնունդը և մաղթել նրան նպատակների իրականացում և հաջողություն, ում ընտրվելու հույսը այս անգամ թոխմախի մահերի վրա է դրված և ոչ թե երևանցիների ձայնը ստանալու, որի քաղաքում կան Wi-Fi-ով ավտոբուսներ և քանդված փողոցներ, որի քաղաքում կան տուրք վճարող մուրացկաններ, որը լի է ձյան տակ մնացած ձյուն մաքրող մեքենաներով, որի փողոցները մթնում են գիշերվա ժամը 12-ից հետո, և որտեղ գնդակահարում են շաներին, հատում են ծառերը։ Քաղաք, որտեղ շատ ավելի հեշտ է քանդել փակ շուկայի շենքը լֆիկի համար, քան վերականգնել այգիները մեր երեխաների համար։ Քաղաք, որն ուզում են խլել երևանցուց։ Քո իսկական սիրահարները քեզ լքեցին իմ Երևան, անտեր ու դուս մուրացկանները դարձան քեզ տեր ու տիրական, ես քեզ սիրում եմ ես խոսքեր, ասում եմ քեզ իմ Երևան, արժի հասնել աշխարհի ծերը, որ ես բառերը հասկանամ, ես քեզ սիրում եմ ես խոսքերը, ասում եմ քեզ իմ Երևան, արժի հասնել աշխարհի ծերը, որ ես բառերը հասկանամ։